Երևանի քաղաքապետարանը նոր նախագիծ է ուզում ներկայացնել ազգային ժողով հետևյալի մասին, այն քաղաքացիներ, ովքեր չվճարեն տրանսպորտի համար, տուգանվեն։ Սա արդյոք ձեզ համար ճիշտ եւ մոտեցում է։ Չէ, ես չեմ գտնում ճիշտ մոտեցումը, ի սկզբանե պետքա չբարձրացնեին գումարը։ Քարտային համակարգը հենց այսօր իմ մոտ էր 2 անգամ մերժվել է։ Ոչ ճիշտ է, գտնում եմ, որ ոնց կար գումարով նենց է պետքա արվի։ Ժողովուրդը բոլորն էլ վճարող են, իսկ սենց չեն կարողանում։ Չէ, Ինչ նախնդիրը, որ անգամ հաշվի չեն առնում այն միտքը, որ կարող է քարտից լինի խնդիրը, որ նշեցիք, որ 2 անգամ փորձել եք։ այսօր հենց 2 անգամ փորձել եմ, շատ վաղ փորձելու ժամանակ գումարել է տարե, 300 դրամ մեկ է տարե, 900 դրամ մեկ է տարե, դա ճիշտ որոշում չի։ Թուղթ է եղել, որ ես տանն եմ մնացել, 3-րդ օրն անցել է, դա էլ պիտանի չի, չէ, որ թելսելն արդեն իմ գումարը 150 դրամ տարել է, ինչ ենք անում այդ դեպքում, էլի կորցնում ենք, էլի ոչ էլ բանում ենք վճարում, տրանսպորտին ենք արում վճարենք, էլի ստացվում է տրանսպորտը անվճար իջնում ենք, ես այսօր անվճար եմ իջել, ստացվում է նույն ինչ որ բան չկա, ինչը տուգանեն, որ տուգանեն, ինչն են տուգանել, կասեք, Որ չեն վճարում։ ինչը, հա, ինչը, եթե քարտը չի գործում, ինչն են տուգանում, ոնց են տուգանում, դա այդ իրանց համակարգը շատ սխալ է։ Վերջին տարիներին քաղաքացիների հարկային պարտավորությունները, չափերը եւ տեսակները ավելացել են, բարձրացել են։ Այսպես ինչու են այս իշխանությունները այդքան հարկային տերորի ենթարկում քաղաքացիներին։ Իբր բյուջեն լցնել, իբր քաղաքը բարգավաճել, իբր մանկապարտեզներ, դպրոցներ, բոլորը ուզում են այդ հարկերի հաշվին բարձրացնել, դե բոլոր պետություններում լինում է դա, պարզապես մենք պատրաստ չենք նման մեծ հարկերի, մենք չունենք այդ բյուջեն, այդ ուրիշ ոչ մի բան։ Մի հարց էլ տեսեք, այն սկզբից որ բարձրացումներ տեղի ունեցել, քաղաքապետարանի ընդդիմադիր ֆրակցիաները պնդում էին, որ բոյկոտ կա եւ քաղաքացիները չեն վճարում, քաղաքապետարանը պնդում էր, որ ոչ, քաղաքացիները մեր հետ համաձայն են այս թանկացումների հետ, բայց արդյոք եթե համաձայն լինեին եւ բոյկոտող չլինեին, այս օրենքը կբերեին խորհրդարան, թե ոչ։ Չէ, բոյկոտել ենք, ոնց ես էլ եմ բոյկոտել, իմ ընտանիքն էլ է բոյկոտել, մտել ենք չենք վճարել, հասկացել ենք, հավատացել ենք, հենց այստեղ Հայկ Մարությանի հետ էլ բոլորս բոյկոտում ենք, բայց մարդկա ասում է ես ինձ ավելի արժանապատիվ եմ զգում գումար վճարեմ, չեմ անվճարել նստեմ, ոնց ասես մի կին, ես խո ողորմելի չեմ։ Ու տենց մեկ ամիս բոյկոտելուց հետո բոլորը սկսեցին տալ սկսած մեր ընտանիքից։ Քաղաքապետարանում թող նախորդ այդ թոշակառուներին այդ հարցերը լուծեն, նոր տուգանելու մասին մտածեն։ Ոչ մի զեղչ չի գործում թոշակառուների համար։ Ոչ մի զեղչ չկա թոշակառուների համար։ Մարդիկ կան ի վիճակի չեն վճարելու չունեն, նա համար տենց են մոտենում, բայց սխալ է, դա սխալ է, ճիշտ է վճարելն է, ինձ թվում է, տենց է։ Արդյոք ճիշտ եք համարում 150 դրամ չվճարելու համար տուգանվել 1000 անգամ շատ։ Էդի շատ է, մի քիչ ժողովրդի ձեռը փող չկա, ժողովրդի գիտեք ոնց են այս կառավարությունը բանան, ժողովրդի գրպանին կապնում է, բայց ինքը թոշակառու են ցածր աշխատավարձ ստացողի փողերը չի բարձրացնում է այնով որ բարձր գումար է ստանում, նրանցն է բարձր ցածրից պիտի սկսեն նոր բարձրին բանան, պարգևատրումներ է տալի բարձրը, այդքան ստանում են, չի խեն մյուսները մարդ չեն, նրանք կարող է ձեզանց էլ լավն են կարելի ասել, ինչի դες պիտի լի։ Տեսեք, մենք նաև ունենք մի իրավիճակ, երբ որ այս 7 տարիների ընթացքում քաղաքացիների հարկային ծանրաբեռնվածությունը շատացել է, հաջորդ տարվանից ավելի կշատանա անշարժույթի նկատմամբ հարկը, ու հարկատեսակները ավելացել, սա ինչից է գալիս։ Ինչից է գալիս, որ մենք հզոր պետություն չենք, մենք չունենք են արտադրանքը, որ մրցունակ լինի մյուս պետությունների մեջ ինչ-որ մենք էլ մտնենք իրանց մրցակցություն կկազմենք էլ իրանց հետ միասին լավը ստանալու ու բարձր որակը ստանալու։ Ինչքան խոտան ապրանք կա, օրինակ ես դեմ եմ, օրինակ այդքան նրբերշիկը, այդ պանիրը, պանրամաթերք է, թենչից են սարքում, ոնց են սարքում, տեսականի շատ ու անորակ ու գինը թանկ։
բայց ժողովրդի գրպանը գումար չկա։ Կառավարությունը չի մտածում։ Շատ չնչին տեսակետով է մտածում։ Մենակ իրենց գումարը գրպանները լիքալի, ես իմ հսկայական մեծ գումարներ ունենան հետ դրած, բայց դուք ասեք ժողովրդի գրպանը գումար չկա, բայց քիչ է։ քաղաքացիների հարկերն էլ բարձրացնում են։ բաց սխալ է։ Ինչու հաշվի չեն առնում, որ գրպանը գումար չկա, ինչի բարձրացնեն։ Որտեւ չեն կարողանում այն հարցը, որտեւ պետությունները բոլորը որ բարձրացրել են հարկերը բաները, տատանում են, այն ինչ էլ որ Հայաստանը որ օգտվում է իրանցից, առնում է թանկ գնով առնում, դա որ բարձրացնում է գրպանը մեզանց է քաշում տանում։ Տեսեք, ես եւ շատերը 3 հաղորդագրություն ենք ստացել պետական եկամուտների կոմիտեից, որ ձեր վճարված հարկերով քաղաքը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս, մանկապարտեզները սարքվել, շատ լավ է, բայց քաղաքապետարանը տրանսպորտի թանկացումը հիմնավորում են նրանով, որ իրենք նոր ավտոբուս պետք է գնեն։ Հա։ Ունենք մի իրավիճակ, որ միտեղ ասում են մենք ձեր հարկերի շնորհիվ ենք գնել, միտեղ էլ ասում են, որ բարձրացնում են, որ տրանսպորտ գնենք։ Սա արդյոք խաբեություն չի քաղաքացիների նկատմամբ։ Դա խաբեություն չի, որ բարձ բանալ, դե որ այդքան հո ձերի մուֆտա ձերի հո չեն տա, այդ մարդը գումար է, հսկայական գումար է մուծում։ Մենք գնել ենք այդ ավտոբուսները ձեր հարկերի շնորհիվ։ Մեր հարցերը, այո, ժողովրդի հարցեր։ Հարկերի շնորհիվ, այո։ Իրենք նաև թանկացրել են տրանսպորտը, հիմնավորելով, որ մենք նոր ավտոբուս ենք առնում։ Դե մի քիչ շատ են դրանք բանանում, ժողովրդի նեղությունը այդքան պետք չի տալ։ Դե մի քիչ ցածր, մի քիչ թեթևակի էլ ինչ որ մոտենան, ժողովրդի վիճակը հաշվի առնեն։ Կենտրոնում երև անշարժ գույքի թանկացումը հիմնավորում են նրանով, մասնապես վարչապետը ասում է, ով կենտրոնում տուն ունի, ամենահարուստն է, ինքը խնդիր չունել։ Սա ճիշտ է։ Սխալ է։ Օրինակ ես կենտրոնում, ծնվել եմ կենտրոնում, ես բնիկ Երևանցի եմ, բայց իմ արդեն ես 5 հատ տորնիկ ունեմ։ Օրինակ իմ տղան ես իմ սիրտը ցավում է, որ ես չեմ կարողանում իրան բնակարանով ապահովում։ Գնաց է Զոնքաչի տունն ամանաման չպետք է ինքը իմ տղեն այդ Զոնքաչի կելի կենտրոնում է, ճիշտ է, քրեր են, մեկը չամուսնացած մեկն է, բայց ինչի տես դիլի, ինչի չկարողանամ մի քիչ օգնեմ իրան, ինք կարողանա ինչ-որ մի բանի տեր դառնա։ Տեսեք, այս դեպքերում նեղությունը ասում են թող այդ տնը վաճառեն, գնանք ծայրամասեր, դուք կվաճառեք գնանք ծայրամասեր։ Այ այդ ներվերս քայքայում է։ Այդ ինչի է տականքները չեն ուզում այդան ծայրամաս ապրեն, իսկ տեղի բնակիչը որ ստեղ ծնվել է, նեղության մեջ ապրել է ու չեն բարել, կամ տները որ քանդում են, չեն գումար տալի ժողովրդին, որ չեն կարողում այդ գումարով տուն առնեն։ Չեն կարողանում։ Դա ճիշտ է գտնում։ Սխալ է։ Ի սկզբանե անարդարացի է այն, որ թանկացրեցին։ Ես չեմ օգտվում տրանսպորտից, սակայն ես կանգնած եմ յուրաքանչյուրի կողքին, ով դեմ է այս ապօրինի թանկացմանը։ Այ էս եմ ես։ Ես ու շատ քաղաքացիներ 3 հաղորդագրություններ ենք ստացել, որ հարգելի քաղաքացի ձեր վճարած հարկերի շնորհիվ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս եւ մանկապարտեզ են կառուցել, ասֆալտապատում են արել, բայց քաղաքապետարանը իր այս թանկացումը 150-ի հիմնավորում է նրանով, որ մենք նոր ավտոբուսներ պետք է բերենք։ Այս այդ ավտոբուսների մեծ մասը կարծես թե նվիրատվություն է եղել, ինչքան ես հասցրել եմ դրան հետևել։ Նախկին մանուշակագույներ, այո, նախկին տարօրինակ։ Հա, նախկինները, հա, էլի են ուզում առնեն, հա։ Տեսեք, իրենք ինչ են ասում։ Ստացվում է, որ քաղաքացու մի քաղաքապետարանը ասում է, որ մենք բարձրացնում ենք, որ նոր տրանսպորտ գնենք, բայց ծանուցել են շնորհակալության տեսքով նաև հաղորդագրություն, որ ձեր հարկերի շնորհիվ ենք գնել ավտոբուսները, բայց քաղաքապետարանը բարձրացրել է հիմնավորելով, որ պետք է ավտոբուսներ են գնել եւ ընթացիկ պետք է առնենք։ Արդյոք այստեղ խաբեություն չի ստացվում, որ մեկ այլ մարմին այլ բան է ասում, հա, ծանոթելով, մեկ այլ մարմին այլ բան է ասում։ Ինչու են այսպես, հա։ Չի բռնում իրար, ինչ ասեմ։ Չունեմ մեկնաբանություն։ Մենք вообще շատ բաներ կա, որ չենք հասկանում, էլի ինչա կատարվում։ Մենք սովորական քաղաքացիները շատ բան չենք էլ հասկանում։ Տարբեր տեղերից ինֆորմացիա ենք լսում, չի կպնում իրար, բայց չգիտենք իրականությունը ինչի մեջ է։ Տեսեք, ունենք մի
իրավիճակ, երբ որ վերջին տարիներին հա մարդկանց հարկային ծանրաբեռնվածությունը բարձրացել է, կենտրոնում բնակ վարձերի գումարը բարձրացել է եւ վարչապետը հա ասում է, ով կենտրոնում տուն ունի, հարուստ է, իսկ իշխանական այլ պատգամավորներ էլ ասում են, եթե չեն կարողանում ապրել, թող կենտրոնում իրենց տները վաճառեն, գնան ծայրամասը։ Սա ճիշտ լուծում համարում եք։ Որ պապիկից, հայրիկից, սկեսրարից միգուցե մնացած ժառանգությունը պետք է վաճառվի ու գնա, սա անհեթեթություն է։ Իրանք գնում են եվրոպական ճանապարհով, որտեղ մարդիկ որտեղ հարմար է, այնտեղ են ապրում, ասենք աշխատանքին մոտիկ, ուսման ինչ որ հաստատությանը մոտիկ, բայց մեր մոտ դա ժառանգաբար է գալիս։ Դա ինչ որ հիշողություն ունի, պատմական, ընտանեկան, հիշողությունների հետ կապված բնակարաններ են, տներ են, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրել են, պապուց, հայր, թոռ եւ այլն։ Էս ահավոր է։ Այս ահավոր։ Կենտրոնում տուն ունենան, որ 17 տարի առաջ չգիտեմ, իշխանություն ունեն։ Այդ չեմ կողմ մեկնաբանել, չգիտեմ։ Չէ, ես դեմ եմ։ Իսկ ինչու են նման որոշում։ Դե եթե նրանք ինչ որ որոշում են, պետք է մտածեն ոնց ժողովրդին հարմար լինի առաջին։ Եթե տոմսերը բացատրեն ոնց առնել, ոնց ծրագիր մտցնել, ամեն մեկը չի կարող։ Նա քաղաքացիներ կա, որ ասում են մենք ունենք տոմսը, վճարում ենք, փորձում ենք վճարենք, չի ստացվում։ Էդ էլ չի ստացվում, դժվար է, կամ պետք է տերմինալը չի համընկնում։ Պետք է ամեն ինչ կարգավորեն, հետո ժողովրդից պահանջել։ Սկզբից քեզ նայի։ Եթե ուզում ես կարգ կանոն, առաջինը դու պետք է մաքրություն պահես, օրենքի բան անես, իսկ ժողովրդից պահանջել։ Տեսեք, մենք նաև ունենք մի իրավիճակ, օրինակ ես երեք ու շատ քաղաքացիներ հաղորդագրություն ենք տածել պետական եկամուտների կոմիտեից, որ ձեր վճարած հարկերի շնորհիվ Ես եմ ստացել, այո։ ձեռք ենք բերել 171 համայնքային ավտոբուս, մանկապարտեզ ենք վերանորոգել, ասպարտ ենք, շատ լավ։ Քաղաքապետարանը, բայց իր թանկացումները հիմնավորում են նրանով, որ մենք նոր ավտոբուսներ պիտի բերենք, բայց մեզ ծանոթում են, որ մեր հարկերի շնորհիվ են այդ ավտոբուսները գնել։ Այստեղ խաբեություն չեք տեսնում։ Ինչ որ տարօրինակ բաներ։ Եվ ինչու է իրար արկասող։ Նրանք պետք է բացատրեն։ Եթե նրանք ճիշտ բացատրեն, մենք կհասկանանք ինչ է նշանակում օրենք։ Առաջինը գալիս է վերևից, գլխից։ Վերջին տարիներին արկային ավելացումներ ձեր համար տեսնում եք թե գների եւ հարկատեսակների բացառ։ Նո գները միայն աճում են, մուծումները ավելանում են, մեր հարկային ամեն տարի։ Ես էլ եմ արդեն մուծել բանը, օրինակ աղբի համար չեն որոշել, դա համար չեմ մուծել, ու ես տարվա սկզբից արդեն մուծում եմ, բայց այդ չի նշանակում, որ ես ինչ-որ առավելություններ ունեմ, ոչ մի այդպիսի բան, որ ես տարվա սկզբից մուծում եմ ամբողջ տարվա բանը, ոչ մի օգուտ դրանից չեմ զգում։ Իսկ տեսեք, նաև Երևանի կենտրոնում բնակվողներին, երբ որ մարդիկ կան ասում են չեն կարողանում վճարել այդ հարկերը բարձրացած, որտեղ բարձրացվում է ամեն տարի կենտրոնի գները շեշտակի կամ մնացած տեղերի։ Այս իշխանությունները, վարչապետը, իշխանականները ասում են չեն կարողանում ապրել, թող գնան ծայրամասեր կամ իրենք ամենահարուստն են, եթե կենտրոնում տուն ունենք, դուք համաձայն եք այս կարծիքների հետ։ Եթե ամեն ինչ օրենքով անեն, որ մարդիկ չդժգոհեն, հիմա ես չեմ տեսնում, որ օրինակ կենտրոնում ավելի լավ խանութներ են, քան թե օրինակ ինչ-որ ծայրամասներում, չէ, բայց եթե ժողովրդին վերաբերեն նորմալ ձևի, ինչու՞ չէ։ Կարելի է այդպես անել, թող կենտրոնում ապրեն բաները, փող ունեցողները, բայց ես չեմ հասկանում, արտասան հակառակը կենտրոնից փախնում են ունևորները։ Ավտո ունես, ախր ջան։ Չէ՞ կարծում որ հենց իրենց համար են ասում, հա, կենտրոնում տուն ունենալ, որովհետև երբ որ նորեկան իշխանության ծայրամասերում էլ անգամ բնականություն էին։ Կին ապրել Սվերդլով փողոց էր, հիմա Բյուզանդիա, այդ բանը։ Հա, երբ ես եկա Բագրամյան փողոց բանը, հիմա այդ մետրո, բանը, բայց ժամանակին սա եղել է քաղաքի ծայրամասը, նույնիսկ Ավետիսյան փողոցը ասֆալտված, ասֆալտ չկար, ու ինչքան տարի։ Ցեխ էր, բաներ, առաջինը Գայդար, այն ժամանակ Գայդար փողոցն էր, այդ բան արեցին, քարերով բան արեցին։ Հասկանալի է, բայց հիմա ես չեմ ասում, որ կենտրոնը հարուստների տեղը։ Ոչ ասեմ օթի բանով, ոչ ինչու են բոլորը գցվում կենտրոն։ Այն ժամանակ հասկանալի էր։ Իմ մանկության ժամանակ հասկանալի էր։ Կինո Մոսկվա,
Դա Ռոսիա չկար նույնիսկ կինոթատրոն։ Հիմա թատրոնը, բան, կինոթատրոն, բան, ինչ։ Բայց թատրոնի համար ձեզ կենտրոնում կառն է։ Չէ։ Հիմա անիմաստ է։ Ես հիմիկվանների չեմ հասկանում։